Դե ժամանակակից աշխարհում մութ ուժերը լավ դեր են խաղում ընտանիքի գաղափարը ուզում են քայքայեն ոնց որ արևմտյան երկրներում Հայաստանում էլ ես տեսնում եմ շատ տեղ փոքր այդ ռոլիկներով ռելսեր կամ փոքր այդ որ կարճ բան են անում այդ TikTok-ի կամ Instagram բաներում շատ աղալավված ներկայացում են ասում ընտանիքի գաղափարին ու երիտասարդությունը մտածում են թե տենց պետք է ընտանիք լինի ամեն մեկը էգոիստ ապրեն, ամեն մեկը իր համար ապրի այնքան աղավաղումներ են ասում այդ նյու հոգեբանները տենց բանում ասեմ կամ նյու այդ ռելստեղծողները մտածում բլոգերները որտեղ իրանք են աշխարհը ձևավորում բլոգերները որոնք կարող են կրթություն չունեն ջահելության մեծ մասը քանի որ այդ ամբողջ օրը մեծ մասը իրանց այդ հեռախոսը թերթելու մեջ է ու իրանց այդ պրոյեկտումը իրանց ընկալումներ իրանց մեջ անգիտակցականի մակարդակով իրանք մտածում են թե ընտանիքը տենց պիտի լինի իր դարերով որ ձևավորվել ընտանիքի գաղափարը ոնց որ ջարդում են ջարդել են այսինքն ոնց որ հիմա գալիս է որ միայնակ կյանքը ավելի լավ է որ այդ գաղափարն է գալիս ուղղակի հանդիպեն իրար մենակ սեռական ինչ-որ երևույթները բավարարելու համար կամ երեխա ունենալու համար շատ աղավաղված է այդ գաղափարը ժամանակակից այդ ներկայացում ու երիտասարդությունը շատ տրվում է դրան որտեղ բանը շատ հեշտ է տրվում ու արագ է սովորում հիմա այդ գաղափարը կարևոր գաղափարներից մեկն է որ պետությունը քանդեն մարդկությանը ոնց որ ազնվաբարո երևույթները քանդեն ու անկման տանեն մարդկությանը որ այդ սև գաղափար ունեցողները մտածել են ամենակարևորը որ ընտանիքի այդ բջիջը որ քանդեն, այդ գաղափարը ընտանիքի քանդեն, մնացած բաները արդեն շատ հեշտ կքանդվեն։ Ամրությունը քանդվի այդ մեկը մեկի նվիրվածությունը, ծառայությունը, հոգատարությունը, անձնազոհությունը մեկի նկատմամբ այդ գաղափարները հանում են, էգոիստական գաղափարներ են ներշնչում, մտածում են ընտանիքների համար, որ մեկը մեկի, ասենք, մենակ փողն է կարևոր, մենակ ինչ-որ ցանկություններն են կարևոր, որ այդ դժվար ճանապարհը չեն կարող անցնել, դրա համար արագ կարան իրանք հեռանան։ Այդ դժվարությունների հաղթահարելուն չկա եւ ընտանիքի գաղափարների հիմնական հիմքը որ հոգեվոր զարգանա միասին այդ բջիջը փոքր լինում է որ այդ բջիջների միասնությունը պետությունն է ամուր լինում հզորանում նաեւ այդ իրանք հոգեվոր զարգացումն է դրանով լինում իսկ այդ բոլոր գաղափարը դրած ճղճղած ոչնչացած է